Լոս Անջելեսի Կանոգա պարկում գտնվող Westfield Topanga Mall առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո առնվազն 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկությունների համաձայն Լոս Անջելեսի ոստիկանության և հրշեջ ծառայության ստորաբաժանումները հասել են դեպքի վայր կտրող գործիքով վնասվածքի վերաբերյալ հաղորդմամբ։ Sky 5 ուղղաթիռից նկարահանված կադրերում երևում է, որ ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները աշխատանքներ են տարել ավտոկայանատեղիում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են հրշեջները առևտրի կենտրոնից դուրս բերում երիտասարդ տղամարդու, որը բարեբախտաբար գիտակից վիճակում էր, ապա տեղափոխում նրան դեպի շտապօգնության մեքենա։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այս պահին անհայտ է վնասվածքները հանցագործության հետևանք են, թե պատահական միջադեպի արդյունք։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Այլ տեսակի նորություններ Ռուսաստան-Ուկրաինա մարտավարության վերաբերյալ կայացվող որոշումներից։ Սկանդալային դեպք Alaska Airlines-ում ուղևորի կողմից։ Թռիչքի ընթացքում ականատեսները շատ են վախեցել դեպքի պատճառով։ Թրամփը նոր որոշում ունի կապված անչափահասների սեռափոխության հետ։ Աշխարհի ամենահայտնի YouTube ինֆլուենսեր Mr. Beast-ի նախաձեռնությունը դարձել է համաշխարհային կարևորություն ունեցող։ Դեպքի բոլոր մանրամասները քիչ անց։ Մարիխուանայի վերաբերյալ նոր որոշում Թրամփի կողմից։ Մթնոլորտային հետազոտության կենտրոնը Թրամփի վարչակազմի թիրախի տակ է, ոչ դրական իմաստով։ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ընդունել է իր մեղքը տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Բացահայտվել է աշխարհահռչակ երգիչ Էլվիս Փրեսլիի ծոռան ինքնությունը, որը մինչև օրս հայտնի չէր։ Ինչպես նաև Թրամփի և նրա սառեցված ներգաղթի գործերի վերաբացման վերաբերյալ պատրաստել ենք կարևոր վերլուծական թեմա, որին կանդրադառնանք հաղորդման վերջում, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին և չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը։ Մի խոսքով ձեր աջակցությունը իսկապես մեզ ոգևորում է ու ուժ է տալիս, այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Վաշինգտոնը հնարավոր փոխզիջումային տարբերակ է դիտարկում, ըստ որի Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն կարող են համատեղ կառավարել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ ԱՄՆ-ի դիրքորոշմամբ կայանը պետք է ինչ-որ կերպ շարունակի գործել և վերահսկողությունը պետք է որոշակի համամասնություններով բաժանված լինի 3 կողմերի միջև, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը այդ առաջարկը որակել է անարդար, ընդգծելով, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը թեև ներկայումս գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, այնուամենայնիվ այն Ուկրաինայի սեփականությունն է։ Նրա խոսքով բաց և չլուծված են մնում նաև մի շարք կարևոր հարցեր, այդ թվում արտադրվող էլեկտրաէներգիայի և ֆինանսական հոսքերի բաշխումը, ուկրաինացի մասնագետների անվտանգ աշխատանքի պայմանների ապահովումը, ինչպես նաև կայանի տարածքում ռուսական զինվորականների ներկայության խնդիրը։ Շարունակելով Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության թեման, ասեմ, որ Ուկրաինայի խաղաղության հարցով բանակցող պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, ուրբաթ ու շաբաթ օրերին նախատեսվում է հանդիպումներ անցկացնել ամերիկյան բանակցային թիմի հետ։ WhatsApp-ով կազմակերպված մեդիա զրույցի ընթացքում Զելենսկին նշել է, որ այս պահին դեռևս վերջնական և ամբողջապես համաձայնեցված խաղաղության առաջարկներ չկան։ Նա նաև կրկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին, որ եթե Ռուսաստանը հրաժարվի դադարեցնել պատերազմը, ապա նրանք կշարունակեն ուժեղացնել երկրի պաշտպանական կարողությունները։ Միաժամանակ Սպիտակ տան պաշտոնյան NBC News-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նախատեսում են բանակցություններ անցկացնել այս հանգստյան օրերին Մայամիում։ Կրեմլը նույնպես արձագանքել է հնարավոր հանդիպմանը։ Ռուսաստանի նախագահի վարչակազմի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է կապ հաստատել Վաշինգտոնի հետ, պարզելու, թե ինչ արդյունքներ են տվել ԱՄՆ-ի բանակցությունները եվրոպական երկրների և Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի շուրջ։
Alaska Airlines ավիաընկերության ուղևորը դաշնային դատարանում մեղադրվել է թռիչքի ընթացքում ինքնաթիռի դուռը բացելու փորձի մեջ։ Այդ քայլը լուրջ խուճապ է առաջացրել մյուս ուղևորների շրջանում։ Միջադեպը տեղի է ունեցել Ալյասկայի Dead Horse քաղաքից դեպի Անքորիջ թռիչքի ժամանակ։ Ուղևորներից մեկը փաստել է, որ տեսել է, թե ինչպես է մեղադրյալը ագրեսիվ կերպով փորձում բացել ինքնաթիռի սրահի հետևի դուռը։ Երբ ուղևորը հարցրել է, թե ինչու է փորձում բացել դուռը, մեղադրյալը պատասխանել է, որ իրեն օդ է պետք եւ որ պետք է դուրս գա օդանավից։ Դատական փաստաթղթերի համաձայն նա շարժել է դռան լծակը, ինչից հետո ականատեսները փորձել են նրան կանգնեցնել եւ սկսել են օգնություն կանչել։ Քննության նյութերում նշվում է, որ մեղադրյալը այնքան ուժեղ դիմադրություն է ցուցաբերել, որ նրան հանգստացնելու համար 3 տղամարդ ուղևոր է օգնել։ Ըստ փաստաթղթերի նա շարունակ փորձել է վեր կենալ, բազմիցս ասել է, որ պետք է զանգի մորը եւ հայտնել է, որ կարծում է գերդոզավորում ունի։ Թրամփը Ռուսաստանից կարմիր խավիարի մի ամբողջ արկղ է ստացել։ Խավարովսկիի եկրամասից ուղարկված դելիկատեսը ԱՄՆ նախագահին փոխանցել է նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Վերջինս խավիարը փորձել էր Մոսկվայի ռեստորաններից մեկում դեկտեմբերի 2-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Ուտեստը այնքան մեծ տպավորություն է թողել, որ հատուկ բանագնացին նվիրել են խավիարի մի ամբողջ արկղ, որը Ուիթքոֆը տարել է Թրամփին։ Սոցիալական ցանցերում հայտնել է Խաբարովսկիի եկրամասի արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը։ Հաշվի առնելով Թրամփի հայտնի սերը ֆասթ-ֆուդի, տապակացավի եւ սթեյքերի նկատմամբ, դեռ չի հաղորդվում, թե ինչպես է նա վերաբերվել այս նվերին։ Պաշտոնապես ԱՄՆ կառավարությունը ընդունել է հունվարին տեղի ունեցած ավիավթարում իր մեղքը։ Հիշեցնեմ, որ դրա հետևանքով 67 մարդ էր զոհվել։ Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 29-ին։ American Eagle ուղևորատար ինքնաթիռը Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում վայրէջքի մոտենալիս բախվել էր ԱՄՆ բանակի ռազմական ուղղաթիռին, եւ այդ անփութությունը աղետի էր հանգեցրել։ Այս ընդունումը ներկայացված է զոհվածների ընտանիքների հայցերի շրջանակում։ Դատարանում համատեղ հայց է ներկայացված American Airlines-ի, նրա դուստր PSA Airlines-ի եւ ԱՄՆ կառավարության դեմ։ Փաստաբանների խոսքով սա նշանակում է, որ կառավարությունը փաստացի ընդունել է իր պատասխանատվությունը։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստվում է անչափահասների սեռի փոփոխության հետ կապված բուժումները դադարեցնելու համար ամբողջ երկրում քայլեր ձեռնարկել։ Առողջապահության նախարարությունը այդ բուժումները անվանում է սեռը մերժող միջամտություն։ Պաշտոնյաների խոսքով նպատակն այն է, որ դաշնային կառավարությունը նման բուժումները չֆինանսավորի եւ նաեւ չֆինանսավորի այն հիվանդանոցներն ու հաստատությունները, որոնք դրանք իրականացնում են։ Սա վերաբերում է հատկապես պետական ծրագրերին, օրինակ Medicare-ին եւ Medicaid-ին։ Նախատեսվում է արգելել այդ ծրագրերի շրջանակում անչափահասներին տրամադրվող սեռական հասունության արգելող դեղեր, հորմոնային թերապիան եւ վիրահատությունները։ Այսինքն հիվանդանոցները, որոնք ցանկանում են մասնակցել Medicare-ին կամ Medicaid-ին, չեն կարող նման բուժում առաջարկել երեխաներին։ Միաժամանակ այս որոշումը քննադատության է արժանացել բժշկական համայնքի կողմից։ Մանկաբույժ Քենեթ Հալերը հայտարարել է, որ այս քայլերը հակասում են գիտությանը։ Նրա խոսքով նույն դեղամիջոցներն ու հորմոնները այսօր թույլատրվում են երեխաներին այլ բժշկական խնդիրների դեպքում, օրինակ հորմոնալ խանգարումների համար։ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որի նպատակն է արագացնել մարիխուանայի վերադասակարգման գործընթացը, այն Schedule 1 կարգավիճակից տեղափոխել Schedule 3, հայտարարված հիմնական նպատակը կանաբիսի բժշկական ուսումնասիրության ընդլայնումն է։ Գործադիր հրամանագրով արդարադատության նախարարին հանձնարարություն է տրվում հնարավորինս արագ ավարտին հասցնել վերադասակարգման ընթացակարգը։ Այդ գործընթացը մեկնարկել էր դեռ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, սակայն իշխանության փոխանցման պահին չէր ավարտվել։ Դեռ օգոստոսին Թրամփը հրապարակայնորեն հայտարարել էր, որ պատրաստվում է շարունակել այս նախաձեռնությունը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով հրամանագրի առանցքում բժշկական մարիխուանայի եւ CBD-ի կանաբիսի վերաբերյալ գիտական հետազոտությունների ընդլայնումն է, որպեսզի բժիշկներն ու հիվանդները ավելի հստակ պատկերացում ունենան դրանց հնարավոր բժշկական ազդեցությունների մասին։
Թրամփի վարչակազմը նախատեսում է լուծարել Կոլորադոյում գործող մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնը, որը համարվում է ԱՄՆ-ում կլիմայի ուսումնասիրության ամենախոշոր դաշնային լաբորատորիան։ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Ռասել Վոութը երեքշաբթի X հարթակում հայտնել է, որ ազգային գիտական հիմնադրամը կսկսի կենտրոնի լուծարման գործընթացը։ Նրա խոսքով, կենտրոնը դարձել է կլիմայական ահազանգերի տարածման աղբյուր և ներկայումս իրականացվում է կենտրոնի գործունեության վերանայում։ Այս քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԱՄՆ-ում կլիմայի հետազոտությունների համար։ Միսթր Բիսթի և Մարկ Ռոբերի նախաձեռնած Թիմ Սիս համաշխարհային արշավը պաշտոնապես համաշխարհային կարևորության արդյունքներ է արձանագրել։ Աշխարհի տարբեր վայրերում օվկիանոսներից, գետերից և լողափերից հեռացվել են ավելի քան 34 միլիոն ֆուտ աղբ, մոտ 15,4 միլիոն կիլոգրամ։ Այս ցուցանիշը գերազանցել է նախաձեռնության սկզբնական նպատակը։ Ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրվել է մոտ 30 միլիոն դոլար, իսկ նախաձեռնությանը միացել են 100 հազարավոր դոնորներ և բազմաթիվ կամավորներ։ Նյութում նաև ընդգծվում է, որ նման լայնածավալ էկոլոգիական ծրագրերը կարող են օրինակ ծառայել ապագա նախաձեռնությունների համար և խրախուսել մարդկանց անգամ փոքր առօրյա քայլերով ներգրավել շրջակա միջավայրի պահպանման գործում։ Դատական գործի նյութերի համաձայն Ջոն Տրավոլտայի ամենափոքր երեխան Բեն Տրավոլտան համարվում է Էլվիս Փրեսլիի ծոռը։ Փաստաթղթերում նշվում է, որ երեխայի ծնունդը հնարավոր է դարձել ձվաբջջի դոնորության միջոցով, որը կատարել է Էլվիս Փրեսլիի թոռնուհին, դերասանուհի Ռայլի Քիոուն։ Հիշեցնեմ, որ Ջոն Տրավոլտան Pulp Fiction ֆիլմի դերասաններից է և հայտնի է ֆիլմի խորհրդանշական պարային տեսարանով։ Ռայլի Քիոուն Էլվիսի ու իր կնոջ Պրիսցիլա Փրեսլիի թոռնուհին է։ Փաստաբանների ներկայացրած տվյալներով նա ձվաբջջի դոնորության դիմաց ստացել է հին Jaguar մակնիշի ավտոմեքենա և 10,000-ից 20,000 դոլար գումար։ Էլվիսի կնոջ նախկին բիզնես գործընկերների փաստաբանների պնդմամբ Տրավոլտան հրաժարվել է այդ տարբերակից, պատճառաբանելով, որ չի ցանկանում օգտագործել թմրանյութերով աղտոտված ձվաբջիջներ։ Դրանից հետո կազմակերպվել է այլ համաձայնություն, որի շրջանակում ձվաբջջի դոնոր է դարձել Էլվիսի թոռնուհին։ ԱՄՆ ներգաղթի օրակարգում կրկին կենտրոնական տեղ է զբաղեցնում արտաքսումների թեման։ NBC News-ի վերլուծության համաձայն Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է վերաբացել տարիներ շարունակ սառեցված ներգաղթի գործերը։ Խոսքը վերաբերում է ավելի քան 117,000 ներգաղթյալների, որոնց մեծ մասը ԱՄՆ-ում ապրում է երկար տարիներ։ Այս գործընթացը, որը հայտնի է որպես վերակազմակերպում, նշանակում է, որ նախկինում ժամանակավորապես դադարեցված գործերը կրկին վերադարձվում են ներգաղթի դատարանների օրակարգ։ Դրանք փակված չէին, այլ սառեցված էին։ Նպատակն այն է, որ ներգաղթյալները ապաստան, մշտական բնակության կամ ընտանեկան հիմքով փաստաթղթեր ստանալու միջոցով կարողանային կարգավորել իրենց իրավական կարգավիճակը։ Սակայն Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այդ մեխանիզմը պարզապես մարդկանց թույլ է տալիս անորոշ ժամանակով առանց վերջնական կարգավիճակի մնալ Ամերիկայում։ Գործընթացը հատկապես ակտիվ է Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Ֆլորիդայում և Նյու Յորքում։ Միայն Կալիֆոռնիայում վերաբացված գործերի թիվը անցել է 30,000-ը, ինչը նախորդ տարվա համեմատ աննախադեպ աճ է։ Քննադատներն ասում են, որ այս քայլը ոչ թե իրական բարեփոխում է, այլ ավելի շատ քաղաքական ցուցադրություն։ Նրանց կարծիքով փոխարեն է իրական անվտանգության և հանցավոր սպառնալիքների վրա կենտրոնանալուն, իշխանությունները թիրախավորում են նաև այն ներգաղթյալներին, որոնք տարիներ շարունակ ապրել են ԱՄՆ-ում, վտանգ չեն ներկայացրել ու չեն ներկայացնում հասարակության համար։ Թվերը ցույց են տալիս, որ այս մոտեցումը հիմնականում ազդում է ոչ թե նոր ժամանածների, այլ ԱՄՆ-ում երկար տարիներ հաստատված մարդկանց վրա, առաջացնելով լուրջ սոցիալական և իրավական հետևանքներ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ ու թեմաներ են հրապարակված մեր սոցցանցերում։ Վաշինգտոնի Քենեդի կենտրոնը կարող է վերանվանվել Դոնալդ Թրամփի անունով։ Կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել այդ առաջարկին, ընդ որում խորհրդի ներկայիս նախագահը հենց Թրամփն է։ Մոտ կես տարի առաջ նա փոխել էր Քենեդի կենտրոնի ղեկավար կազմը։ Որոշումը ուժի մեջ կմտնի միայն կոնգրեսի հաստատումից հետո, սակայն Թրամփը վստահ է, որ այն կանցնի առանց խնդիրների։
Տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ուխտը շքերթի ընթացքում հարվածում նստած կնոջը։ Դեպքը տեղի ունեցել Հյուսթոնի եկեղեցում անցկացվող Սուրբ Ծննդյան ներկայացման ընթացքում։ Մամդանիի նախաձեռնությամբ Նյու Յորքում նախատեսվում է ստեղծել հանրային անվտանգության դեպարտամենտ։ Նրա համոզմամբ նման իրավիճակում միջամտությունը պետք է իրականացնեն մասնագիտացված հոգեկան առողջության մասնագետները, այլ ոչ թե ոստիկանությունը կամ արտակարգ 911 ծառայությունը։ Ծրագրի արժեքը նախնական հաշվարկներով գնահատվում է մոտ $1 միլիարդ։ Թրամփի և Չինաստանի վարչակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում TikTok-ը հայտնել է, որ ԱՄՆ-ում նոր ձեռնարկություն է ստեղծվելու։ TikTok-ի գործադիր տնօրենը տեղեկացրել է աշխատակիցներին, որ հարթակի սեփականատեր չինական ByteDance-ը ստորագրել է պարտադիր իրավական համաձայնագիր։ NBC News-ի ձեռք բերած ներքին հուշագրի համաձայն գործարքի արդյունքում TikTok-ի ամերիկյան տարբերակը կդառնա ամերիկացի ներդրողների սեփականությունը։ Հուսամ, որ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Եթե չեք հասցրել դիտել մեր նախորդ հաղորդումը, կարող եք անցնել հենց այս հղումով և ծանոթանալ բոլոր մանրամասներին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ 5:30-ին։ Հաջողություն։